Հարգելի դիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում զրուցելու ենք Երևանի ավականու անդամ Քրիստինե Վարդանյանի հետ։ Տիկին Վարդանյան, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Տիկին Վարդանյան, զրուցելու ենք այսօր Երևանում ստեղծված էկոլոգիական աղետալի, կարելի ասել իրավիճակի վերաբերյալ, անգամ անտեսանելի աչքով, երբ որ պատուհանը բացելիս երևում է օդի որակը։ Մշտապես Երևանում մայրաքաղաք է, այդ խնդիրը օդի հետ կապված եղել է, մեկ ավտոմեքենաները, մարդիկ են շատ, բայց վերջին ամիսներին իսկապես աղետալի իրավիճակի է հասել, ոնց այս ցուցանիշները եղան, ինչու այս իրավիճակին հասանք, այս բարձիթողի իրավիճակի, ի վերջո ով է պատասխանատուն։ Սովորաբար միշտ պատասխանատուն իշխանությունն է, որովհետև բնակչության առջև պատասխանատվությունը կրող իշխանությունն է։ Ինչու մենք հասանք այս իրավիճակին, որովհետև տասնյակ տարիներ մենք խնդիրը լուծելու փոխարեն, ռիսկերը կառավարելու փոխարեն, ռիսկերը միայն ավելացնում ենք եւ հետո զարմանում ենք ինչով է պայմանավորված այն, որ մենք այսօր հասանք այս իրավիճակին, որ օրեր առաջ 1-ի ժամանակ Երևանում մենք ունեցանք կյանքի համար վտանգավոր օդի որակի ցուցանիշներ եւ հանրության լայն շերտերի մոտ արդեն սկսվեց այդ մեծ ալիքը, որը ի վերջո քայլերթով մարդիկ եկան եւ իրենց ասելիքը ասեցին, որ ապահովեք մեզ խնդրում ենք շնչելու համար անվտանգ օդ, որովհետեւ եթե կարելի է ինչ-որ ընտրողաբար սնունդ փնտրել եւ օգտագործել այն ինչ-որ առողջարարա, ցավոք սրտի մենք այս Սուզանավում բոլորս միասին ենք եւ պետք է շնչենք այն օդը, որը Երևան քաղաքում կա։ Եվ սրանով պայմանավորված մենք ուղղակի պարտավոր ենք պահպանել կոմունալ հիգիենայի օրենքները եւ քաղաքաշինության մեջ նաեւ ստանդարտները, որ չբերենք հասցնենք Երևան քաղաքը այս վիճակին ու հետո զարմանանք, ասենք ինչու համար է այսպես ստացվում։ Մենք խաթարել ենք ամեն ինչ։ Շինթույլտվություններ, ծառահատումներ, ծառահատումներ, շենքերի տեղակայում այնտեղ, որտեղ այդ շենքերը ուղղակի չէին կարող լինել, մեքենաների վարելիքը, մեքենաների անստիպ ու անհամար քանակ, որը որ քաղաքի տարողունակության հետ համահունչ չէ, փողոցների առումով խցանումներ, անվերջ տրանսպորտային բարեփոխման տապալված վիճակ, որի մասին մեզ անդադ ասում են, որ ամեն ինչ շատ լավացել են, խցանումները ավելի փոքրաթիվ են դարձել, բայց մենք հո տեսնում ենք, որ ոչ մի բան չի փոփոխվել եւ ի վերջո Երևանցին իր մաշկի վրա պետք է զգա, որ իր կյանքը բարելավվել է եւ իրեն հիմա շատ ավելի լավ է զգում, ինչը մենք ցավոք սրտի առայժմ չենք կարող արձանագրել, որ երևանցիների կյանքի որակը լավացել է։ Մենք պարտավոր ենք օդի որակը ապահովելու, մենք ունենք նաև օրենքը, որի շուրջ կետերով նշված է, ինչ մենք պետք է անենք օդը պաշտպանելու համար, բայց մենք չենք անում գրեթե ոչ մի բան, շրջենք ցանկացած շինհրապարակ մտնենք, տեսեք քանի խախտում կա այդ շինհրապարակում եւ սա չի որ ի վերջո անդրադառնում ընդհանուր օդի ավազանի եւ ընդհանուր Երևանցու առողջության վրա։ Տիկին Վարդանյան, կոնկրետ ինչ միջոցառումներ կան կանխարգելիչ, որոնք առաջնային անհրաժեշտությունն են այս պահի դրությամբ։ Շատ կարևոր է, որ տրանսպորտի հարցը լուծվի, որովհետև Երևանի հիմնական աղտոտիչը PM2.5 մասնիկներն են, որի մեջ բաժինը հենց ավտոտրանսպորտի մեծ չափ է։ Անպայման պետք է կարգի բերել այս շինհրապարակների հարցը եւ սա ռիսկեր են, որոնք որ կարելի է կառավարել։ Պետք է կարգի բերել քաղաքի սանիտարական վիճակը եւ փոշեկուլներ ձեռք բերել եւ քաղաքի այս փողոցով քայլում ես եւ ամբողջությամբ որտեղ նայում ես փոշի փոշեկուլով քաղաքն մաքրել, մենք անverջ լսում ենք, որ արդեն առան նոր փոշեկուլներ, արդեն այդ գործողությունները անում են, բայց տեսանելի աչքով տեսնում ենք, որ դա իրականում այդպես չի։ Դադարեցնեն ծառահատումները Երևան քաղաքում, որովհետև այդ հենց նույն մասնիկների առումով միակ ուրեմն գործող ֆունկցիան դա կանաչապատումն է Երևան քաղաքում, որովհետև մենք ծով չունենք, օվկիանոս չունենք, մաքրող ուրիշ հնարավորություն չունենք, միակ հրազդանի կիրճն է, որը ինքը խնդիր ունի։ Եվ ուղղակի վերցնում ենք 5 անգամ ավելի պակաս ընդհանուր օգտագործման տարածքների պարագայում մի հատ էլ կենտրոն վարչական շրջանը, որը էկոլոգիական առումով ամենավատ վիճակում է գտնվում եւ այստեղ ցուցանիշները մշտապես կրկնակի անգամ բարձր են օդի աղտոտվածության, մենք վերցրեցինք այստեղ լայնասաղար ծառերը հեռացրեցինք եւ դրա փոխարեն տնկել ենք ինչ-որ գնդիկ բոքոնիկներ, որոնք որ բացարձակապես ֆունկցիոնալություն չունեն, ոչ տեսակով, ոչ էլ իրենց ձևավորման նոր տնկած ծառերը նկատի ունեն։ Այո, իհարկե։ Ինչու եմ ասում, որովհետեւ օրինակ Տիգրան Աղինյանը վերջերս այդպես ծավալներով ներկայացնում էր, թե իր պաշտոնավարման օրոք այդ կանաչապատ տարածքները Երևանում որ ավելացել են։
Գիտեք, Տիգրան շատ հետաքրքիր բաներ է ասում, ես չգիտեմ ինչի հիման վրա է դա ասում, ես օրերս լսեցի, որ 2000-ից մինչև 2022 թվական բանից պարզվեց ընդամենը 44 հեկտար կանաչ տարածք ստեղծվել, ուրեմն 90-ական թվականներին մենք ունեինք 908 հեկտար ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ, հետո ունեինք 560, կտրուկ այդ կորուստը պայմանավորված էր 90-ական թվականների այդ էներգետիկ ճգնաժամով, եւ որից հետո մինչև 2018 թվականը մենք մոտավորապես 900 հեկտար արդեն կանաչ տարածք ունենք։ Այսինքն 560-ից մինչև 900 հեկտար որևիցե ձևով 44 հեկտար չի ստացվում։ Միգուցե պարոն Ավինյանի համար 1-0 կոմենկոն ոչ մի նշանակություն չունի, բայց իրականում դա այդպես չի եւ շատ լավ կլինի, որ քաղաքապետարանում, երբ որ ինչ-որ թվային տվյալներ են բարձրաձայնում, քաղաքապետին տան ուրեմն արխիվային այնպիսի տվյալներ, որոնք որ իրականության հետ եւ քաղաքապետարանի հենց կայքում տեղադրված ուրեմն նյութերի հավաստիությունը ապացուցում են։ Տիկին Վարդանյան, նաև խոսենք, թե իրավիճակը էկոլոգիական, հա, օդի աղտոտվածությունը այ մարդու վրա, հատկապես այն թիրախային տարիքային խմբերի ինչ հետևանքներ կարող է ունենալ երեխաների, ծերերի, ովքեր որ առողջական խնդիրներն են թոքերի շնչառություն։ Ամենամեծ ազդեցությունը իրականում երեխաների վրա է, որովհետև երեխաների նյութափոխանակությունը ավելի բարձր են, ավելի հաճախ են շնչում եւ նրանց մոտ նաև ձևավորված չեն պաշտպանիչ մեխանիզմները, որոնք իրենց կարող են պաշտպանել նման ուրեմն ազդեցության հետևանքով եւ հղիների համար է շատ վտանգավոր եւ հետեւապես պտղի համար է շատ վտանգավոր եւ փոքր քաշ ծնվելու ժամանակ տարբեր առատներ վարքագծային տարբեր խախտումներ ֆիզիկական եւ պսիխոմոտոր զարգացման երեխայի մոտ տարբեր խանգարումներ ընդհանուր միջև մանկական լեյկոզես բոլորը պայմանավորված է օդի աղտոտվածությամբ եւ սա առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներն են այսինքն սրանք մշակած գիտահեն տվյալներն են որոնց մասին խոսում է առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ինչպես նաեւ մահվան դեպքերի մոտ 25%-ը հավելյալ դեպքերի պայմանավորված է ինսուլտների օդի աղտոտվածությամբ ինֆարկտների օդի աղտոտվածությամբ մոտ 30%-ը թոքի քաղցկեղի պայմանավորված է օդի աղտոտվածությամբ մոտ 43%-ը մահվան դեպքերի պայմանավորված է իսկ առողջապահության նախարարությունը ինչու չի իմ համար շատ տարօրինակ է որ առողջապահության նախարարությունը տենց մեծ արշավ էր անում աղ սեղանին դնելու կամ չդնելու հետ կապված աղամանը ես ճիշտ ասած այո դա ռիսկի գործոն է բայց չի կարելի համեմատել աղամանի արկայությունը այս խնդրին, որը վնասում է նորածին Երևանցուն, որը միջև այդ աղամանը օգտագործել է դեռ 15 տարիներ կա, միջև նա կհասնի այդ տարիքի այդ ժամանակաշրջանի։ Եվ ոչ մի ձայն առողջապահության նախարարության կողմից չկար, երբ որ վերացրեցին ամբողջ կենտրոնի այդ լայնասաղար ծառերը, որոնք որ նստեցնելու էին փոշին միանշանակ, եւ դա իմ ասածը չի, Եվրոպական միջազգային ֆորում տնտեսական 3 տարի առաջ բարձրաձայնվեց, որ 1 ֆունտ, որը ներդրվում է կանաչապատման մեջ, պետությանը վերադարձնում է 7 ֆունտ, որը չի ծախսվում հանրային առողջապահության ծախսերի եւ շրջակա միջավայրի ծախսերի վրա, այսինքն սա շատ կարեւոր է եւ պետք է հասկանալ, որ ուղիղ փոխկապակցվածություն կա։ Ես ուրախ եմ, որ Տիգրան Ավինյանը հիմա ծառատունք ծրագրեր է անում եւ ես չեմ կարող ասել, որ չեն անում, բայց հասկանում եք այն տնկին 10 տարեկան, որը տնկում են, որը ոչ տեսակային կազմով, ոչ իր ձևավորմամբ չի դառնալու լայնասաղարթ խոշոր ծառ, մենք նույնիսկ 20 տարի հետո չունենք սպասելու, որ այս ծառատունքը, որը որ իրականանում է, սրանք դառնալու են խոշոր ծառեր, որոնք դանդաղ տեմպերով են։ Այո, մենք հետագայում ստիպված ենք լինելու Մոսկովյան փողոցում, ուրեմն Սայաթնովայում այդ գնդիկները, որ տնկված են, եւ ամենտեղ նույն ձիակասկերը, որոնք որ Երևանի կլիմայի համար չեն այդ ծառերը, եւ իմիջիալոց դրա մասին իր սեփական մենագրության մեջ գրում է գլխավոր խորհրդատուն կանաչապատման հողակի տնօրենի, որ հուդա ծառ ալբիցիան Ձիակասկը եւ այլն բոլոր այդ ծառատեսակները, որոնք այսօր Երևանում տնկվում են, այդ ծառատեսակները ամենազգայունն են շրջակա միջավայրի նկատմամբ եւ դրանով իմիջիալոց պայմանավորված խորհրդային տարիներին, երբ որ գիտահեն կանաչապատում էր, ոչ ոք այդ ծառատեսակները չի տնկել փողոցներում։ Այդ փողոցներում տնկել են թեղի ծառատեսակը, որը եզակի է տեսակների մեջ եւ լավագույն ձևով նստեցնում փոշին միավորով, եթե հաշվենք, որտեղ Երևանը միշտ փոշոտ քաղաք է եղել եւ միշտ էլ հիգիենիստները այս հարցը բարձրացրել են, որ վտանգավոր է առողջության համար եւ պետք է լուծել։ Տնկել են խոշոր կաղնիներ, տնկել են սոսիներ, սաֆորաներ, այսինքն այնպիսի ծառատեսակներ,
որոնք որ եւ կլիմայով են համապատասխան Երևան քաղաքին եւ իրենց ֆունկցիոնալությամբ, այսինքն ծառի սանիտարահիգիենիկ հատկանիշներն են բարձր։ Իսկ այդ նոր ծառերը, հուդածառ, ալբիցա եւ այլն, այս ծառերը դրանք դեկորատիվ հատկանիշներով են եւ սրանք պուրակներում կլինեն համապատասխան տրամադրություն տարվա տարբեր սեզոններին ապահովելու համար, բայց ոչ թե Երևանի ծանրագույն էկոխնդիրներով պարուրված ուղակի փողոցներում մենք վերցնենք տասնամյակներով, թողենք առանց կանաչ ծածկույթի եւ անենք ոչ ճիշտ հիգիենիկ ընտրություն։ Տիկին Վարդանյան, ուզեմ նաև խոսենք այս վերջին շրջանում տեղային մեծ ընդ որում լայնամասշտաբ հրդեհներ են Երևանի տարբեր հատվածներում լինում։ Սա ինչի հետևանք կարող է լինել անզգուշության, անփութության, մի թեզել է շրջանառվում, որ այսպես այլ երկրից արդեն ադրբեջանական կողմից է շատ դեպքերում էս ամենը, սա դրանք որպես դուք ուսումնասիրել եք այս հարցը։ Ես ինքս տենց չեմ ուսումնասիրել, որովհետև սա ճիշտ ասած իրավապահների ուսումնասիրության տիրույթ է եւ դրա պատասխանատվություն չեմ կարող վերցնել եւ ասել ինչով է պայմանավորված։ Ամենակարևոր խնդիրը, որ Երևան քաղաքը ունի եւ այդ խնդիրը հրատապ լուծելը պետք, դա Երևանի աղբավայրն է, Նուբարաշենը, որը բնակելի գոտու կողքը մենք ունենք այդ հսկայական ուրեմն ռումբը, որը ցանկացած պահի նորից բանալինում ինքնաբուխ նույնիսկ կարող է այրվել եւ այդ ծանրագույն հետևանքները ունեցող շրջակա միջավայրի եւ մարդու առողջության վրա, կենսաբազմազանության վրա մենք Երևան քաղաքում ունենք։ Իսկ թե հրդեհները, որոնք հիմա Երևան քաղաքում կան եւ դա այո ավելի հաճախ է եւ ակնառու դա երևում է, ես իմ պատասխանատվություն չեմ վերցնում, որ ասեմ սա է պատճառը կամ նա է պատճառը, թող իրավապահները զբաղվեն եւ մեզ տեղեկատվություն տան, բայց որ ընդհանուր միջավայրի վրա դա ունի բացասական ազդեցություն, դա ակնհայտ է։ Այսինքն կարող է հասարակ մարդկային անփութության հետևանքով։ Ես չեմ բացառում, որովհետև այնպես չի, որ մենք շատ կոկիկ ենք բոլոր հարցերում։ Քանի որ խոսեցիք Նուբարաշենի աղբավայրից, որը լուրջ այսօր խնդիր է, հենց էկոլոգիական առումով հանդիսանում, մենք տեսնում ենք, որ շատ հաճախ են քաղաքային իշխանությունները գնում են տեղ, անգամ դիմակներով խնդիր ուսումնասիրելու, բայց այսպես տարիներ շարունակ գալիս ավելի խորանում է, այդպես էլ վերջնական լուծում չի ստանում այս հարցը Նուբարաշենի աղբավայրի։ Այո, այդ հարցը լուծում չի ստանում, գիտեք իմ մոտ տպավորությունն է, որ նախ առաջին հերթին Տիգրան Ավինյանը որպես Երևանի քաղաքապետ, որպես ամենապատասխանատու անձը 1 միլիոն մոտ 200,000 բնակչության համար, բժշկական դիմակով այրվող աղբավայրում չպետք է կանգնի, որովհետև դա փաստ է, որ նա նույնիսկ չի պատկերացնում, թե ինչ ռիսկի է ուրեմն ենթարկում սեփական առողջությունը։ Այսինքն մարդ, ով իր սեփական առողջության նկատմամբ ուշադիր չի եւ հավաքված են այդտեղ առողջապահության վարչությունը, կոմունալ վարչությունը, Կամո Արեյանը, խորհրդականը, քաղաքապետի, ով տասնյակ տարիներ անընդհատ ասում է, որ աղբավայրի հարցը արդեն լուծում ենք, արդեն կա էս, արդեն արել ենք այն, հիմա լսում ենք, որ կան տենդերներ, բայց հարցը ի վերջո իրականում չի լուծվում եւ ինչ որ լինում է հրդեհ նախորդ անգամ Երևանի քաղաքապետը ասաց, որ նա արդեն ներքին գործերի նախարարի եւ ԱԱԾ-ի հետ խոսել է, պետի հետ ԱԱԾ-ի, որ այստեղ միտումնավոր է այս գործողությունը։ Արդեն անցավ մոտավորապես 2 ամիս, չբռնեցին այդ մարդուն ով քաղաքական կամ չգիտեմ ինչ դրդապատճառներով։ Բայց դուք այդտեղ իսկապես նկատում եք քաղաքական դրդապատճառ։ Բացարձակ, եթե մենք ունենք այնպիսի մի տարածք, որտեղ ինքնաբուխ կարող են առաջանալ այդ ուրեմն հրդեհները, ես չունեմ մտածմունք, որ եկան եւ հատուկ այրեցին։ Իսկ եթե դուք գիտեք, որ հատուկ այրում են, ինչու համար չեկանում այդ տարածքը հատուկ վերահսկվող, որ այդտեղ ոչ ոք չկարողանա հենց այնպես մտնի եւ այդ գործողությունները ծավալի, որոնք որ Երևանցու կյանքի համար ուղղակի սպառնալիք են։ Այս նորից կառավարման սխալների մասին է խոսում, որ տարի հարցին վերջնական լուծում չի տրվում եւ բոլորը իրենց նախընտրական ուրեմն ծրագրերում ներառել էին, որ պետք է այս հարցը լուծվի։ Տասնյակ տարիներ խնդիրը մնում է չլուծված եւ նաեւ կար միջազգային կառույցների հետ պայմանավորվածություն, որ այս հարցը պետք է լուծվեր եւ նորից էլի ոչ մի բան։ Չգիտեմ ինչով է ավարտվելու եւ կարծում եմ, որ ժամանակն է, որ քաղաքային իշխանությունը այս հարցերին լուրջ ֆունդամենտալ հարցերին լուծում տա եւ դա ես կարծում եմ, որ այդքան էլ երևի ճիշտ չի, որ Երևանի քաղաքապետը այսքան պարուրված խնդիրներով Երևան քաղաքի շուրջ ասի, որ օդի աղտոտվածությունը պայմանավորված է բակային տարածքներում այրվող տերևների հետ։ Հիմա հարցի մյուս կողմը նախորդ տարի ամռանը կանաչապատման հողակում Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ հրդեհ բռնկվեց, որտեղ որ բոլոր ճյուղերն էին կուտակված, տերևներն եւ այլն։ Այսինքն այսքան տարվա
մեջ Երևանի քաղաքապետարանը նույնիսկ չի ձեռք բերել այդ աղացող սարքերը, որոնք աղում են ճյուղերը եւ կարող են կոմպոստավորման գործընթաց իրականացնել, նույնը վերաբերում է տերևին, այլ ոչ թե ճյուղերը հավաքել տանել եւ օրերս մեր ավականու անդամ գործընկերներից համացանցում տեղադրել էին, որ ֆուտբոլի ֆեդերացիային հարակից տարածքում անընդհատ այդ ճյուղերը ինչ որ բերում են, լցնում են եւ հետո այրում են այդ ճյուղերը, այսինքն օդի աղտոտվածության համար քաղաքապետարանը նույնիսկ ինքն իրեն խնդիրները չի կարողանում լուծի։ Դուք օրինակ էլի ձեր համար արեք, ցույց տվեք, դուք կոմպոստավորում եք անում, դուք աղում եք ճյուղերը, դուք այս բոլոր գործընթացների հետ կապված գրագետ լուծումներ եք տալի, այլ ոչ թե ասեք, որ մենք ծառերը կտրում ենք Երևանի, որ անապահովներին ենք տալիս այդ ծառերը, այսինքն մենք ծառը սարքում ենք ցախը տալիս ենք անապահովներին, անապահովները դա այրում են, այրման գործընթացը քաղաքում ավելացնում ենք, օդի աղտոտվածության վիճակը ավելի ենք ծանրացնում եւ դա ասում ենք, որ սոցիալական ծրագիր է 21-րդ դարում սոցիալական ծրագրերը պետք է լրիվ ուրիշ բնույթ կրեն, այլ ոչ թե քաղաքի փողոցների ծառերը կտրվեն եւ մեզ ասեն, որ մենք դա տալիս ենք երևանցիներին մաքուր օդ է պետք, այսինքն պետք է պայքարել ամեն ճյուղի համար, որովհետեւ 5 անգամ պակաս է։ Իսկ այս 5 անգամ պակասի վտանգն ինչու՞ն է կայանում, կա հիգիենիկ ստանդարտ, որ պետք է լինի քաղաքի 20%-ը ծածկված ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում։ Այս պահին տվյալներ դուք ունեք։ Այո, հիմա մենք ունենք 5% ունենք, մինչև 4% ունենք, մինչև որ փողոցների հատումները եւ եթե այդպես չի, այսինքն մինիմալ 20-ը չենք ապահովում, բնակչության մոտ սկսվում են խնդիրներ, որոնք պայմանավորված են թթվածնային քաղցով եւ պայմանավորված են այն նյութերով, արտանետումներով եւ այլն, աղտոտիչներով, որոնք որ կան օդային ավազանում։ Այսինքն մենք խնդիրը հեշտացնելու, լուծելու համար, ռիսկը կառավարելու փոխարեն, մենք ավելի շատ խնդիրներ ենք ստեղծում երևանցիների եւ նրանց առողջության համար։ Ավելի բարդացնում ենք իրավիճակը։ Այո, իհարկե։ Ձեզ շնորհակալ եմ Տիկին Վարդանյան զրույցի համար։ Հարգելի աստատիտողներ, ես հիշեցնեմ, որ զրուցում ենք Երևանի ավականու անդամ Քրիստինե Վարդանյանի հետ, շնորհակալ եմ զրույցին հետևելու համար։